Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Օրեր առաջ վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցել պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին 7000-ից ավելի պետական աշխատող է մասնակցել։ Այդ ընթացքում վարչապետն իր ելույթի ժամանակ մոտ 1 ժամ տևած բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնցից շատերը նոր չէին, բայց մի քանիսին արժե անդրադառնալ, խոսելով մասնավորապես զենքի գնման գործընթացներից առհասարակ սպառազինվելուց մի հայտարարություն արել, որը կուզեի մեջ բերել եւ կարող ենք արդեն հետո քննարկել դրա նշանակությունը։ Նա մասնավորապես նշել է. երկար տարիներ օրինակ մենք էական սահմանափակումներ ենք ունեցել ռազմատեխնիկական ոլորտում տարբեր երկրների հետ մեր հարաբերություններում, բազմաթիվ երկրներ պարզապես հրաժարվել են մեզ սպառազինություն եւ տեխնիկա վաճառել եւ նման դիրքորոշման անկյունակարային պատճառը եղել է այդ երկրների համոզմունքը, որ մենք ձեռք բերված սպառազինությունը եւ տեխնիկան կարող ենք օգտագործել Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս։ Հիմա մենք չունենք նման սահմանափակումներ, այսինքն վարչապետը ակնարկում է, որ Ղարաբաղի հարցից հետո զենք գնելու խնդիր Հայաստանը այլևս չունի, արդյոք տրամաբանական է այս դիտարկումը եւ դրա հետ է կապված թե ոչ։ Տես, ինչպես միշտ վարչապետ Փաշինյանը խոսում է կիսաճշմարտությունների լեզվով եւ սա հասկանալու համար ես առաջարկում եմ այս հայտարարությունը երկու մասի բաժանել։ Առաջին պնդումը այն է, որ մեզ զենք չէին վաճառում, սպառազինություն չէին վաճառում, որովհետեւ մտածում էին, որ դա կօգտագործենք մեր տարածքից դուրս, այսինքն Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում։ Ինչու է սա կիսաճշմարտություն, որովհետեւ այո, հակամարտության տարիներին որոշակի էմբարգո գոյություն է ունեցել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ եւ պատճառը այն չէր, որ Հայաստանը այդ սպառազինությունը օգտագործելու է իր տարածքից դուրս, այլ պատճառը հենց հակամարտությունն է եւ Ադրբեջանի օրինակը դրա լավագույն ապացույցն է, այսինքն եթե խնդիրը լիներ տարածքից դուրս օգտագործելը, Ադրբեջանի նկատմամբ նույն սահմանափակումները չէին մտցվի։ Հիշեցնեմ նաեւ մեր դիտողներին բազմիցս այս թեման քննարկել ենք, որ Միացյալ Նահանգները օրինակ միայն Ադրբեջանի նկատմամբ ոչ միայն զենք վաճառելու սահմանափակում էր մտցել, այլ ընդհանրապես որևէ աջակցություն ցուցաբերելու, որովհետև Ադրբեջանը որոշակի խախտումներ էր կատարել հակամարտության մեկնարկին, այսինքն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակման է ենթարկել, այսինքն այստեղ այդ այսպես կոչված լեգիտիմության խնդիրը կամ տարածքից դուրս օգտագործելու խնդիրը գոյություն չունի։ Հիմա վերադառնանք արդեն սպառազինությունների ձեռքբերման թեմային։ Արդյոք Հայաստանը հնարավորություն ուներ ոչ ռուսական աղբյուրներից սպառազինություն ձեռք բերել։ Ես պնդում եմ, որ այո, ուներ, ու Հայաստանը միգուցե փոքր ծավալներով, բայց այդպիսի գնումներ իրականացնում էր։ Օրինակ, եթե չեմ սխալվում, 2018-19 թվականներին ձեռք էր բերվել նույն հնդկական սվատի համակարգը, եթե ուսումնասիրենք հնդկական մամուլը, մենք կտեսնենք, որ հենց այդ ժամանակահատվածում արդեն սկսել են խոսակցությունները, բանակցությունները այն համակարգերի ձեռքբերման մասին, որոնք վերջին տարիներին ձեռքբերվեցին, այսինքն սա որևէ կերպ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ Հայաստանի դիրքորոշման հետ կապ չունի, ու սրանք պաշտոնական հայտարարություններ էին, որոնք արվում էին հնդկական կողմից։ Հիմա ինչու է այս պնդում արում, ենթադրում եմ, որ իհարկե նկատի ունի ոչ թե հնդկական սպառազինությունը, այլ ֆրանսիական օրինակ սպառազինությունը, որը միգուցե պայմանավորված է օրինակ Հայաստանի դիրքորոշման հետ այս կամ այն հարցերով, բայց ես կարծում եմ այստեղ նույնիսկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը չեն, այլ Հայաստանի փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ, այն որ Ֆրանսիան օրինակ սկսել է դիտարկել Հայաստանին ինչ որ համակարգեր վաճառելը երևի կապված է ավելի շատ Ռուսաստանից դիստանցավորվելու այդ քաղաքականության հետ, ՀԱՊԿ-ի օրինակ անդամակցությունը սառեցնելու, որովհետև այստեղ գլխավոր մտահոգությունը ոչ թե այն է, որ Հայաստանը իր տարածքից դուրս է օգտագործելու այս զենքը, այլ այն է, որ այդ տեխնոլոգիաները կարող են հայտնվել ռուսական կողմի մոտ, բայց նաև հիշեցնեմ, սա իհարկե որոշակի բացառություններ է այս նկարագրված իրավիճակին, որ Ֆրանսիան այդ առումով Ադրբեջանի որոշակի տեխնոլոգիաներ փոխանցում էր մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, արբանյակներ, այսինքն այդ էմբարգոն գոյություններ, բայց այս տիպի բացառություններ գոյություն ունեին, բայց ընդհանուր առմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի տարբերությունը այն էր մինչև 2020 թվականի պատերազմը, որ Ադրբեջանը ունենալով մեծաշով նույն իրավիճակը, այսինքն առնվազն արևմուտքի կողմից
կամքի բացակայությունը կողմերին լայնածավալ սպառազինություն վաճառել։ Միացյալ Նահանգները եւս որոշակի միջոցներ տրամադրում էին Ադրբեջանին, բայց ավելի շատ Կասպից ծովում անվտանգություն ապահովելու, այսինքն հայկական ուղղությամբ օգտագործվող որևէ լուրջ սպառազինություն չի փոխանցել։ Բայց Ադրբեջանի տարբերությունը այն էր, որ Ադրբեջանը կարողացել էր նույն ռուսական զենքին այլընտրանքներ գտնել։ Բացի այդ ռուսական կողմի հետ բանակցություններում գնում էր ամենաժամանակից սպառազինություն, այլ ոչ թե Հայաստանի պես օգտագործում էր հնացած մեծ հաշվով ինչ որ կես գնով տրամադրվող սպառազինություն։ Ադրբեջանի համար այդ այլընտրանքը իհարկե Իսրայելը, հիմնական այլընտրանքը Իսրայելն էր դարձել։ Վերջին փուլում նաև Թուրքիան այդ անօթաչու թռչող սարքերի եւ այլ համակարգերի ձեռքբերման պարագայում, այսինքն ցանկության պարագայում կարելի է մեծ հաշվով շրջանցել այդ էմբարգոն։ Հայաստանը եւս նմանատիպ հնարավորություններ ուներ եւ այստեղ խնդիրը ոչ թե Ղարաբաղն էր, խնդիրը ոչ թե այն էր, որ մենք ինչ որ հավակնություններ ունենք այդ այլ տարածքների նկատմամբ, որոնք երբեք պաշտոնական չէին։ Խնդիրը այն է, որ աշխատանք չի կատարվել։ Հիմա եթե արևմուտքը չի վաճառում կամ բազմաթիվ այլ դերակատարներ այս դաշտում նույն Հնդկաստանը, Չինաստանը կարծում եմ կարող էր այդ դերը կատարել, որոնք կարծում եմ պատրաստ կլինեին առանց քաղաքական ինչ-որ նախապայմանների այդ ամենը անել։ Եվ պատճառը ինչու հիմա մենք կարողանում ենք այլ աղբյուրներից ձեռք բերել հիմնականում այն է, որ 2022 թվականին Հայաստանում հասկացան, որ ռուսական գործոնը այլևս չի աշխատում։ Եվ դա վերաբերում է ինչպես անվտանգային երաշխիքներին, այնպես էլ սպառազինությունների մատակարարման գործընթացին ու նաև ռազմական ոլորտում բարեփոխումներին։ Պատճառը ինչու Հայաստանը սկսեց Հնդկաստանից օրինակ զենք վաճառել, ոչ թե զենք գնել, ոչ թե այն էր, որ այլևս մտադրություն չուներ այդ զենքը իր միջազգայինորեն տարածքից դուրս օգտագործել, այլ այն էր, որ պարզապես Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց, այսինքն գիտենք, որ կար ստորագրված պայմանագիր, այդ մասին բազմիցս խոսվել է, նաև պաշտոնական մակարդակում Ռուսաստանը իր պարտավորությունը չկատարեց, եւ ստիպված սկսեցին ինչ-որ այլ ընտրանքներ փնտրել, ինչպես բոլոր մյուս հարցերում, արտաքին քաղաքականությանը եւ անվտանգությանը առիթով, այստեղ եւս այնպես չի, որ ինչ-որ ռազմավարություն ա գոյություն ունել, կանխամտածված որոշում կար դիվերսիֆիկացիայի, այդ ամենը արձագանք էր ուկրաինական պատերազմի արդյունքում ձևավորված իրավիճակին։ Փաշինյանը այս ելույթի ժամանակ այսպես կարմիր գծով անդադ լեգիտիմության հարցներ շեշտում, ինչ որ բաներ էր փորձում ցույց տալ, ապացուցել ամեն ինչ կապելով լեգիտիմության հետ, այս մասով ինչ կասես։ Այո, շատ հետաքրքիր է, դե գիտենք վաղուց է խոսում լեգիտիմության մասին, լեգիտիմության անտեսանելի պատերի մասին եւ բազմիցս նշել ենք, որ ժամանակակից աշխարհը հակառակ տրամաբանությամբ է շարժում, այսինքն այս լեգիտիմության վերաբերյալ խոսակցությունները միգուցե ակտուալ կլինեին 15 տարի առաջ, 20 տարի առաջ, երբ միջազգային ինչ-որ կարգ կանոններով աշխատող կարգ գոյություններ, երբ միջազգային այդ կարգի հեգեմոն երկրի Միացյալ Նահանգները ինչ-որ չափով փորձում են դեռևս պարտադրել այդ կանոնները բոլորի համար, եթե դրանք իր կենսական շահերին չէին առնչում, բայց հատկանշական է, որ այս հայտարարությունը արվում է մի պահի, երբ հիմա աշխարհում գլխավոր հակամարտության կարգավորման շուրջ ընթանում են բանակցություններ եւ այդ բանակցություններում բոլոր կողմերը առաջարկում են լուծումներ, որոնք որևէ կապ չունեն լեգիտիմության հետ, միջազգային իրավունքի հետ, տարածքային ամբողջականության հետ, խոսքը գնում է իհարկե Ուկրաինայի շուրջ ընթացող, Ուկրաինայի պատերազմի շուրջ ընթացող բանակցությունների, երբ Միացյալ Նահանգների 28 կետանոց պլանը հրապարակվեց մամուլում եւ այնտեղ մեծ հաշվով Վաշինգտոնը պատրաստ է փաստացիորեն ճանաչել ռուսական վերահսկողությունը արդեն իսկ գրաված տարածքների նկատմամբ, ավելին կա նույնիսկ պահանջ Ուկրաինայի նկատմամբ դուրս գալ Դոնբասի այն հատվածից, որը դեռևս ռուսները չեն գրավել, ու այստեղ իհարկե կարելի է խոսել այլ մասին, որ Թրամփի վարչակազմը ինչ որ տրանզակցիոն քաղաքականություն է վարում եւ ավելի շատ փորձում է հակամարտության ինչ որ լուծում գտնել, բայց խնդիրը այն է, որ օրեր հետո Եվրոպան իր պլանը առաջարկեց եւ մեծ հաշվով փոքր տարբերություններով այդ սկզբունքը դեռևս կա, որ արևմուտքը հավաքական արդեն եթե համադրում ենք այս երկու մոտեցումները, ճանաչում է ռազմական ճանապարհով հարևան պետության տարածքը օկուպացնելու հանգամանքը։ Փաստացիորեն ընդունում են, որ դա արդեն ռուսական տարածք է, երկու պլաններում էլ կա կետ այն մասին, որ Ուկրաինան իրավունք չունի այդ տարածքները ռազմական ճանապարհով հետ վերադարձնել, այսինքն մեծ հաշվով ընդունում են, որ սա արդեն ռուսական տարածք է լինելու, ու այս խոսակցությունների ֆոնին իհարկե խոսել այն մասին, որ տեսեք լեգիտիմությունն է կարևորագույն գործոնը մեր անվտանգության մեջ, այ եթե ամեն ինչում լեգիտիմ լինենք, մենք պաշտպանված ենք լինելու, ճիշտ ասած շատ անլուրջ է, այսինքն աշխարհը գնում է դեպի
կոշտ անվտանգության մեխանիզմների կարևորման դարաշրջան, այդ ընկալումը կա նաև Եվրոպայում, հիմա եթե հետևենք ինչ խոսակցություններ են գնում ԵՄ-ի ներսում, խոսքը ավելի աշխարհաքաղաքական դառնալու մասին է, խոսքը ավելի ինքնաբավ դառնալու մասին է, ռազմավարական ինքնավարության մասին խոսակցություն, այսինքն բոլորն հասկանում են, որ այս նոր դարաշրջանում, որի առանցքային իրադարձություն իհարկե ուկրաինական պատերազմն էր, բայց ոչ միայն, տեսանք նաև ինչ էր տեղի ունենում օրինակ նույն Մերձավոր Արևելքում, կոշտ ուժը դառնում է առանցքային գործոն եւ այս ֆոնին խոսել լեգիտիմության մասին, պնդել, որ այդ տեսեք, եթե մենք միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս որևէ հավակնություններ չունենանք, ու նշեմ, որ երբևէ Հայաստանը առնվազն պաշտոնապես որևէ հավակնություններ չի ունեցել, մենք պաշտպանված կլինենք, կրկնում եմ, որ չափազանց անլուրջ է։ Փաշինյանը նաև խոսել է սահմանադրական փոփոխություններից եւ նոր սահմանադրությունից, ելի ցանկանում եմ մեջբերում անել, նա ասել է, որ ինչու նոր սահմանադրություն եւ ոչ թե սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ սա Հայաստանի համար նոր քաղաքական բովանդակություն է, նոր գիտակցություն, նոր քաղաքական եւ պետական բարդապետություն եւ ինչպես նոր կտակարանում է ասում, նոր գինին, նոր տիկերի մեջ։ Էլի այս հարց շուրջ եւս բազմից խոսել ենք, բայց ստիպված ամեն անգամ կրկնում ենք ինչ որ դասագրքային ճշմարտություններ, ոչ թե նույնիսկ դասագրքային ճշմարտություններ, այլ ակնհայտ ճշմարտություններ։ Ինչու պետք է փոխել սահմանադրությունը, ընդունել նոր սահմանադրություն, այլ ոչ թե կատարել սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ անկախության հռչակագրի հղումը սահմանադրությունից հանելու միակ ձևը այդ է։ Չես կարող սահմանադրական փոփոխություն անել ու հրաժարվել անկախության հռչակագրի հղումից, որովհետև դա սահմանադրական դատարանն էլ իր այդ հայտնի արդեն վճռով ճանաչեց չփոփոխվող կետսահմանադրության։ Այդ իսկ պատճառով ի հայտ է եկել 4-րդ հանրապետության այս ողջ նարատիվը, այդ իսկ պատճառով Փաշինյանը խոսում է նոր սահմանադրություն ընդունելու մասին, եւ այս պարագայում իհարկե այդ բոլոր խոսակցությունները արդեն ներքին լեգիտիմության մասին, որ իբր ժողովրդի կապը կտրվել է պետական ինստիտուտների իրավակարգի նկատմամբ կրկին չափազանց անլուրջ են։ Սա ակնհայտ է, որ անմիջական կապ ունի խաղաղ գործընթացի հետ, անմիջական կապ ունի խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այդ ստորագրման ադրբեջանական նախապայմանի հետ եւ իրականում ընտրությունների նախաշեմին պարզ է, որ դժվար է ուղիղ տեքստով ժողովրդի հետ խոսել այդ մասին, բայց ինքը ասում է, որ դա նախատեսում ենք ընտրություններից հետո արդեն։ Նախատեսում են փոփոխությունը զուտ իրականացնել ընտրություններից հետո, բայց ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցելու են այդ օրակարգով։ Վերջերս օրերս նաև հայտնի դարձավ, որ պլանավորվում է ունենալ արդեն նախագիծը նոր սահմանադրության հաջորդ տարվա մարտին, այսինքն ընտրությունների նախօրեին, եւ պարզ է, որ այդ սահմանադրության փոփոխության թեման այս փաթեթավորմամբ լինելու է առանցքային թեմաներից մեկը ընտրությունների, բայց վերադառնալով ասածից ավելի ազնիվ կլիներ ու իմ կարծիքով ես տեսանկյունից նույնիսկ ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի ուղիղ տեքստով ասեին, որ հիմա այս է խաղաղության գինը, Ադրբեջանը ունի այս պահանջը, մենք պատրաստ ենք գնալ այդ պահանջի կատարմամբ, հիմա եթե վերջին տարիների բոլոր զիջումները հաշվի ենք առնում, կարծես թե խնդիր չունեին այդ մասին խոսելու, ու այս ամենի փոխարեն ուղիղ տեքստով խոսել հասարակության հետ եւ տեսնել հասարակությունը պատրաստ է այդ գինը վճարել խաղաղության համար, պատրաստ է հարևան պետության թլանդրանքով օրինակ սահմանադրություն փոխել, թե չէ, դա կլիներ ազնիվ մոտեցումը։ Շնորհակալ եմ Տիգրան։ Ես եմ շնորհակալ։